Ընկերներ ողջույն, խաղաղություն ձեզ։ Ես Վազգենն եմ Մարգարյան, երևի շատերը գիտեն, բայց շատերը իմ կյանքը չգիտեն։ Ես երբ որ փոքր էի, էլի միշտ երազում էի քաղաքականություն մտնելու մասին, իրականում լավ թագավոր կամ լավ նախագահ լինելու, ծառայելու, բարեկարգելու, նորոգելու, լավ հետաքրքիր մտքեր բերելու։ Միշտ ունեցել եմ այդ միտքը, հիշում եմ, երբ որ դաժե ծառայում էի, խոջալոյում էի ծառայում, գիշերը որ նայում էի Ստեփանակերտը երևում էր լույսերը, միշտ ասում էի Աստված այս քաղաքը իմն է լինելու, ու այն իմաստով ոչ թե ծառն իմն է, այս թուփն իմն է, այլ իրականում որպես լավ ղեկավար, որ կարես բարեկարգես, վերանորոգես, սարքես, դսես, ավելի լավացնես։ Ուզում եմ քիչ իմ մասին պատմել, որ ճանաչեք, որովհետև մարդուն կարող եք վստահել այն ժամանակ, երբ որ ճանաչում եք, չնայած ես այն մտքի կողմնակից եմ, որ ոչ մեկին չես կարող ճանաչես, այս տարբերակով, որովհետև մարդեն փոփոխական են, մի օր կոֆեն սիրում, մի օր կարող է չայ սիրեն, մի օր բարի են, մի օր կարող է չար լինեն, այդ աղմով ճանաչելու տեսանկյունից նաև Աստված ասում է, որ բոլորը չար են, մենակ Աստված է բարի, ես ընդունում եմ, որ չար եմ, ուզում եմ իրականում բարի լինեմ, ոնց որ Աստված փորձում եմ նմանեմ։ Նո, այդ տեսանկյունից, բայց ցանկալի է, որ կիսվեմ մի քիչ իմ կյանքից, դուք էլ իմանաք ինչ ոնց երբ։ Սովորական ուսումնաշինարար ընտանիքում եմ ծնվել, մեծացել, համար 44 դպրոց եմ գնացել, հիմա Հրանտ անունով է կոչվում, այդ ժամանակ բարի էի գնում, այդ ավելի շատ այդ կլիպների բաների մեջ նկարվում էի, այդ հնարավոր է նաև այդպես նկարներ տենակ, հետո ասեք, վայ, ես իսենց են, չէ, ժամանակ դրա մեջ էի, նաև գրանցված էի այդ քաստինգներին, բաներին, մինչև հիմա շատ կլիպների մեջ կամ, այդպես, բայց բանակից հետո, երբ որ գնացի ծառայելու 10-ից 12 թվերը, հասկացա, որ բարով, շոու բիզնեսով փող չես կարող աշխատես իրականում լավ էլի, որովհետև մենք միշտ ֆինանսի խնդիր ունեցել ենք մեր տանը, դիտակից էլ ուզում էի այդ հարցը միշտ լուծեի, որ երբեք չանհանգստացներ։ Հետո բանակից երբ որ եկա, արդեն բանակում դաժե սնունդի հետ կապված էլ երևի այնտեղ մի քիչ դժվար էր իմ համար հաց ուտելը, այդ հոտել, մոտեր եւ այլն, բայց համով էր ամեն ինչ, չեմ ասում վատ էին սարքում, կավլիցի։ Ըստե ես եմ մի քիչ դեֆիցիտ։ Հետո որ եկա Երևան եմ, որ չտեսի պես ուտում էի, մի անգամից քաշ հավաքեցի, դե արդեն բարը եւ այլն, այդ մնացածը թարգեցի, ավելի շատ կենտրոնացա սովորելու, նո հիմնականում սովորել հեղակակարգով, որովհետեւ պետք է աշխատեի, որովհետեւ ֆինանս չկար, ստանդարտ ոնց որ ստանդարտ կյանք։ Բայց 2013 թվականին թե 12-ին չեմ հիշում, հանդիպեցի իմ ապագա կնոջը, Ձյաննային, էլի այդ քաստինգում, այդ մազերի պակասների ժամանակ, հետո սկսեցինք իրականում ընկերություն անել իրար հետ, ոնց որ դրանից հետո իրականում փոխվավ, շատ բան փոխվավ։ Իմ մոտ սեր հասկացողությունը այն է, որ էմոցիաներ չի սերը, չգիտեմ, սեքսն ու մնացածը չի, սերը ընտրություն է։ Գիտակցաբար դու այդ մարդու համար պատրաստ ես։ Իմ սերը ձևավորվեց տարիների ընթացքում, ընկերներ, ուղղակի ձեզ ասում եմ։ Չնայած էլի հավատարմություն չի անում կնոջս, երբ որ դաժե ամուսնացել ենք, չի ասում սիրած եմ պահում, բայց մեկու մեջ իրականում անգնում հելնում էի։ Բայց իրականում շատ սիրում էի իրան, շատ լավ ընկեր էր, ինձ ամեն հարցում օգնում էր, ինչ մտածում եմ, ասում եք, էս անենք, այս բիզնեսը, էսի դնենք, էնի դնենք։ Առանց հասկանալու ասում էր, հա։ Յուրատուկ բան է լավ կինո ունենալը քո կողքը։ Հետո ստանդարտ, իրականում ստանդարտ կյանք էր, բայց շատ գեղեցիկ էր այդ սիրո պատմությունը, ես դաժե գիրքել եմ գրում, հետագայում ձեզ ցույց տամ, էդի շատ շփվանից գրում եմ, հələ չեմ էլ ավարտել եմ, բայց բարեփոխումներ եմ անում մեջը։ 2019-ին, 18-ին ամուսնացանք, արդեն փորձեցինք, որովհետև ոչ օֆիցիալ իրար հետ ապրում էինք, բոլորին խաբում էինք եւ այլն, հետո հասկացանք, եթե լավ է ստացվում, ինչի՞ չէ, իրար հետ ապրենք, օֆիցիալ։ 2018-ին ամուսնացանք, սիրուն հարսանիք արեցինք եւ այլն, ամեն ինչ լավ էր։ 2019-ին ծնվեց մեր աղջի բալիկը, հոկտեմբերի, նոյեմբերին, իրականում։ Հետո արդեն մյուս տարի 2020 թվականին սկսվեց պատերազմը։ Մինչև այդ բիզնեսները, մի շատ բիզնեսներ եմ դրել ընկերներ, բարձել եմ, փակել եմ, ստացվել է, չի ստացվել, ընկել եմ, խաբել են, ամեն դեպքում բոլորն էլ մարդիկ են, թվում ավելի շատ ես էի ագահ։ 20 թվականին մսի խանութ ունեինք, իրականում ընկերոջս հետ, այդ ընկերոջս գործերը ստացվեց Ամերիկա գնալու, գնաց Ամերիկա, մնացի արդեն հաստատվա այդ մսի խանութը փակեցի, իրականում լավ էր ստացվում, շատ լավ էր ստացվում։
ես ավելի շատ on-line մասնագետ եմ, ես on-line-ով կարում էի ոնց որ վաճառել, իրանք էլ իրանց գործն էին անում։ Հետո սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, 2020 թվականի դրանից առաջ COVID-ն էր, իրականում։ Նստած նայում էի, ասում էի, չեմ կարող նստեմ իրականում, չեմ կարող նստեմ, բայց միտեղ էլ գիտակցում էի, որ պատերազմին մասնակցել է ինքնասպանություն է, գիտակցված ինքնասպանություն է, որտեղ երաշխիք չկա, որ հետ կգաս, ծառայությունից երաշխիք կա, որ հետ կգաս, բայց պատերազմից չէ։ Հետո կնոջս ասացի կներես, ասացի դու իրականում ապահոված ես, արի ես գնամ պատերազմ։ Երբ որ գնացի այդ պերիոդներն են, այդ ոնց որ հոկտեմբերյան եւ այլն սենց հələ Երևանում էինք, Երևան ասելով Հայաստանում նախապատրաստական բաժանքներն էր, մինչև պատերազմ գնալը։ Կնոջս ասացի մի բալիկը քեզ քիչ է, արի մեկն էլ ունենանք, իրականում երկու բալիկով սիրուն կապրես։ Ատենց աստծո հաջողությունով ստացվեց, մեր գիշերը դուրս եկա, իրար հետ գիշերեցինք մեր հյուրանոցում։ Երբ որ արդեն պատերազմի թուն ժամանակ իրականում կինս ասեց հղեմ, բայց պատերազմի ժամանակ իրականում ճշմարիտ ասում եմ դες Աստված մի 7 անգամ պահել է, մի 7 անգամ տարբեր իրավիճակներում։ Ես միշտ որ հետո հետ ես նայում, դա Աստծո ողորմությունն էր, էլի որ հետո նայում ես ասում ես լավ իմ Աստված ինչ է իր պահում ինձ։ Հրալ, հետո մինչև բերեց հասցրեց տեղ, դրանից հետո ընկերներ ավելի շատ չարացա։ Պատերազմը ավելի շատ երբ որ ամեն ինչի մեջ անցնում ես չարանում ես, ավելի շատ հպարտություն է գալիս, վախը կորում է, մանավանդ այդ գյադագյուդեքից լավ տղա բան, սենց այդ սուտը որ թաղացման են գալիս, բայց մտածում են թե իրանք էս աշխարհի տերն ու տիրակալներն են, իրաց սուտերը բրթելով առաջ եւ այլն։ Այդտենց սկսեցի արդեն կռիվների մեջ ընկնել, արդեն չար կերպով էի գումար աշխատում, բայց լավ գումարներ էի աշխատում, մեծ թվով իմ տարիքի համեմատ, բայց ոչ օրինական ու ճիշտ ճանապարհներով ամեն դեպքում։ Այդտենց հետո ոնց որ արդեն որ ամեն ինչ կար, ամեն ինչ լավ էր, ամեն ինչ ունեի եւ այլն, ասենց մի քիչ շատ էի հպարտացել, կապվում էի ծնողներիս հետ, չգիտեմ բոլորի հետ, մի օր էլ այտենց սրճարանում վիճվեցի մի հատ երիտասարդի հետ, որ էլ չգիտեի որ ընտրել այդ ճար ճանապարհը, այդ գողականի, որ չգիտեմ այդ ոբշե չի հետաքրքրում։ Այտենց կռիվ արեցինք ընկերներ, իրանք ինձ խփեցին, հետո ես ընկերներ ունեի, ես ընկերներով իրանց ծեծեցի, ընկերներ ասելով տղերք։ Մենք ծեծեցինք, հետո իմացանք, որ այդ տղեն թաթախված է չար գործերի մեջ եւ այլն, հետո զանգեցին ուզեցին կամ տեսնեն, փորձեցին ինչ-որ մեկը փակե թեման եւ այլն։ Մի խոսքով շատ չմանոնամ։ Հետո հասկացա, որ չար բան պետք է տեղի ունենա, կնոջս ասեցի գնանք միտեղ հյուրանոցում մնանք, մինչեւ անցնի այդ ամեն ինչը։ Բայց դե այն տղեն որ յանի ինքեր ձևացել դասավորել էր որ կային մեջքից կոպիտ ասած հարվածելով, այտենց է ստացվեց, գնացինք, կանգնեցինք, եկան կրակեցին, կինս մեքենայի մեջ մահացավ, իրականում իմ ոտքն էր վնասվել, այդտեղ էլ կորցրեցի կնոջս։ Հետո մի պերիոդը շատ բարդ պերիոդ էր, իրականում շատ մեղադրանքներ, շատ հալածանքներ, շատ ծանրություններ, որ չնախատեսված, որ գիտես յանի հեսա աշխարհը քոնն ալնելու, բայց մի վարքանում սա քանդվում է, ջոգում ես, որ դու ոչ մեկ ես ու ոչ մի բան չես կարող անես։ Շատ դժվար պերիոդ եկավ, սա գործրեցի, շատ դժվար էր։ Բայց ընտրությունը ոնց որ Աստված ասեց, կարաս ընտրես, կարաս տղունման չար դառնաս, դες մի քանի հոգով վերջում կսպանես, գետաս կդատվես կամ քեզ կսպանեն, կամ էլ ավելի լավ տոր ինձ ամեն բան, դու բարի եղի, ների, բաց թող բոլորին եւ այլն։ Ու ես որոշեցի ընկերներ, ընտրեմ Աստծո ճանապարհը, որովհետեւ այդ կնոջս մայից հետո Աստված իմ համար շոշափելի ռեալ դառավ, գիտես, այն ինչ որ հիմա ձեզ եմ ասում, ձեր հետ կարող խոսամ, իմ համար Աստված այդտեղ ռեալ է։ Շատ ժամանակ ասում եմ Աստծո ձերուցում ես, նայում են ասում են դու դեբիլ ես, բայց այն միտքը որ Աստված բացեց, ոնց է ինքը գործում, ոնց է աշխատում եւ այլն։ Շատ 40 տարվա քրիստոնյաներ չեն կարող դա հասկանալ, դժվար է հասկանալ ամեն դեպքում։ Երբ որ այդպես մեծ ցավի կորստի մեջով ես անցնում, նժարին դնում ես այն որ ամենասիրածը իրականում Աստված ողորմություն անում է։ Այտենց ընկերներ, դրանից հետո շատ դժվար մի տարի տենց մի կերպ վերականգնվում էի, փորձում էի աղոթքներով, Աստծուն ճանաչելով, տարբեր եկեղեցիներ, բայց եկեղեցիները բան սուտ են ընկերներ, ոչ մեկ հոգս չունի ձեր համար։ Ոչ մեկ իրականում մտ չէր զանգում, ասի ախպեր ինչ կա, սաղես բրատ, կանք երեխեքիդ պահենք մի ժամ քնես, թե չէ, այտենց։ Դա համար այդ եկեղեցիները սուտ բան են, հավաքվում են ընդ իրար կեղծավորություն են անում, իրար ժպտում են, ասես սուտ բան, ձևականություն, դες չեմ գտե, լուրջ։ Թե չնեղանան այդ եկեղեցիները, բայց չեմ գտե այդ ամեն ինչը։
Մի խոսքով մի տարուկես հետո վերականգնվեցի, փորձեցի միտեղ աշխատեմ, արդեն ստեղծեմ։ Դե դժվար էր, երկու երեխու հետ շատ դժվար էր ընկերներ, չգիտեմ դուք էդի պատկերացնում եք թե չէ, պամպերսը հասցրա, էսի հասցրա, դայակ մի հատ պայի որ օգնի, այն մի երեխուն լավ դու պայի են մեկին ինքը, լվացածրա, լողացրա, չգիտեմ ոնց որ փոխում դառնում ես մամա անկախ քո կամքից, որ զզվում ես այս կյանքից, որ իրականում չգիտեմ, այս ինչի մեջ ընկար քո հիմարության, քո դեբիլության պատճառով։ Ու տենց, ու հաղթարեցինք ընկերներ, Աստված օրհնեց, օգնեց։ Մեկը այս կյանքում որ իրականում իմ մեջքին կանգնել է դա Աստված է։ Գիտես դաժե պահ կար որ ուզում է երկրից գնայի, այն որ չար նպատակով էի ուզում գնայի, ոնց որ ոչ իմ ծնողները կարողացան ինձ հետ պահեն, ոչ իմ երեխեքը, ոչ իմ բարեկամները, բայց մեկը որ Աստված նենց արեց որ ես չթամ դա Աստված էր։ Հերճում հետո հարցնում եմ ասում ախլա լավ խի տենց արեցի, բայց Աստված հոգսու հոգատարություն էր անում ամեն ժամանակ։ Ու դաժե նորից եմ նշում այդ որ կինս մահացավ ու ես փողոցով վիրավորվեցի, Աստծո ողորմությունն էր, որ սա մնաց, հետո Աստված ասեց, դա իմ շնորհքով էր քոչը։ Ու դրանից հետո ընկերներ, որոշեցի իրականում բռնեմ այն ճանապարհը, որը հաճելի Աստծուն, ոչ թե մարդկանց։ Այդ կեղծավորություն չանեմ, այդ սուտ խոսքեր, այդ սուտ շռայլել իրար բան, այդն ցավը տանեմ, մեռնեմ կյանքի այդպես բառերը կածիգորիկ անել, որովհետև ով որ ասում է ցավը տանեմ, դա արդեն սուտ ասանա։ Այդ մարդը вообще չարժի խոսալ ինքը իր խոսքի արժեքը բացարձակ չգիտի, որ միտեղ կարող է այդտեղ մարդ կանգնի ասի մեռնեմ ջանի դե սուտ ասանա ուժ։ Դա էլ միել խոսացեք, ասեք հլա աղբեր գնաց տեսություն քեզ, որովհետև նախ չի մեռնի քո ջանին, դաժե եթե հնարավորություն էլ լինի մեռնելու, չի էլ մեռնի։ Ցավը դաժե եթե ցավել ունենաս 10 որ մի ժամ քաշի չի քաշի, կարող է դաժե բռնի քեզ տփի։ Այդ սուտ խոսքեր են ընկերներ։ Դրանից հետո փորձեցի կյանքս ուղղեմ, հասկացեցի խոսքից վրա, ընդ միտեղ գրած ասում ամեն խոսքի համար հաշիվ եք տալու։ Հա, իրականում բարգացու ստացվեց։ Աստծով ստացվեց ամեն խոսքի, դաժե մի անգամ sense խոսքի մեջ ասեցի մեկին ցավը տանեմ, այդ Աստված ասեց, «Դա ինչ ասիր»։ Այդ տիպի Աստծո հետ զրուցում էի իրականում։ Հիմա էլ բարգացու, ես իմ Աստծուն գտել եմ, ասում եմ, ես իմ գանձը գտել եմ, իրական, որը չարժի ոչ այս աշխարհի ոսկիներին, դաժե որ ցելի Արարատը ոսկու ցելնի ու ասեն դի տալիս են քեզ, դի չեմ փոխի։ Աստծո հետ դի չես կարա փոխես, Աստծո փոխհարաբերությունների հետ այդ ոչ մի նյութականը սխ զիբիլ է, նյութականի համար մարդիկ իրար քրվում ու իրար սպանում են, մեկ-մեկ զարմանում եմ իսկականից ինչից ինձ Աստված ազատեց։ Ընկերներ, դա իմ կյանքն է, հիմա աշխատում եմ։ Մի հատ ամերիկյան կազմակերպություն կա, բարի գործեր անում, միսիոներներ է պատրաստում, ճիշտ ասած ես էլ էի ուզում միսիոներ դառնայի, բայց Աստված ասում է հլմնա, հլմնա այստեղ մինչև տեսնենք ինչ է լինում, ասում եմ լավ։ Վստահ էլ Աստծուն բարի է։ Շատ ժամանակ դաժե քո պլանների հետ եթե չի բռնում, Աստծուն վստահ էլ շատ բարի է ընկերներ։ Հետո Աստված օրհնեց, ընկերներ, շատ օրհնեց։ Կարգավորեց ամեն բան, հարթեց, հղկեց, բոլորը հաշտեցրեց։ Գիտես ելում կանգնում եմ ասում եմ Աստվածուն ունեմ, որ չեմ ները։ Ասայի թամ ներեմ, ասայի թամ ասեմ կներես, ասում էր սրան, ասում եմ լավ, ասում եմ դե նենց արա որ մենակ ընկնեմ այդ մարդու հետ ու Աստվածը դե չի ուշանում, այ դե Աստված չի ուշանում, մի հատ նենց էր կազմակերպում, դաժե հիշում եմ, մի օր նենց ստացվեց մեկի հետ մենակ մնացի ու մի անգամ Աստված ասեց հիմա այդ բահն է մենակի, ու հենց որ դի լսում ես մի անգամ ինձ ասում ես, հա, վզո, շատ շքեղ ասու այդ ընկերությունը, Աստծուն վստահել է բացարձակ բարի անկախ ամեն ինչից այդ կեղծավոր մարդկանց հետ իրականում ես մարդուց փառք չեմ էլ ուզում վերցնեմ։ Վայ, որ մարդուց մի օր փառք վերցնեմ, այդպես ես էլ ինձ լավ զգամ, որ մարդկանց հաճելի է, կարելի է հենց այդ նույն օրը կախվել։ Ունենց կախվել, որ բոլորը տեսնեն իրականում։ Դրա համար ընկերներ, հիմա նաև բացի այդ կազմակերպությունից աշխատում եմ Հայեկայում, շատ լավ կազմակերպություն է, լավ նախաձեռնություններ է իրականացնում, ես իմ աչքով տեսել եմ, շատ երեխեքի օգնում է, հասնում է։ Դա է, ոնց որ ուզում եք կիսվեի իմ կյանքով ընկերներ, ոնց որ ձեզ ասեի, այս տարիների ընթացքում լավ մտածել եմ թվային մարքեթինգի մեջ, ինչպես անել, ոնց անել, խի անել եւ այլն, ուսումնասիրել եմ տարբեր ոլորտներ, սֆերաներ, բայց շատ կարևոր է բոլորի հետ խաղաղություն անել ընկերներ։ Ամեն դեպքում այդ կեղծավորությունը կամ ինչ որ մի չար բան ինձ վնաս չի ընկերներ, ձեզ ավնաս։ Ես իրականում իմ Աստծո հետ իմ ճանապարհը գտել եմ, իմ ընկերը, իմ խորհրդատուն, ինձ օգնողը, բարձրացնող, ինձ կանգնող, ինձ սիրողը, մեկը որ ինձ սիրում է, իմ Աստվածը։ Այդ Աստծո հետ ընկերություն անելը բարի է։ Դրա համար ես փորձում եմ մարդկանցից չնեղանալ, մարդ են, հողից ու փոշուց են ընկերներ։ Բարի է խաղաղություն անելը բոլորի հետ։ Դաժե անգամ եթե դու ճիշտ ես, լավ գնաս ասես կներես, ընկեր, իրականում լավ ես եմ սխալարի, հաշտվենք իրար հետ արի անցնենք, արի մոռանանք այդ հարցեր, փակենք, ոչ մի բան չմնա սրտներում ես, որ Աստծո հետ կարողանամ ընկերություն անեմ, մի տեղ էլ գրած ասում են ներեք ու կներվեք։ Եթե ես ներում եմ, ես եմ եղավոր մարդ եմ, ես էլ ինձ էլ Աստված է ներում, ընկերներ։ Դա իմ գաղտնիքն է, որով ես առաջնորդվում եմ։ Հիմնականում դա էր, ընկերներ։ Հա, նպատակ ունեմ քաղաքականություն մտնելու, եթե կկամեն Աստված։ Ես միշտ Աստծուն ասել եմ, եթե ընտրվեմ, մյուս օրը հասկանամ, որ դու էլ իմ հետ չես,
մի րոպե չեմ մնա այդտեղ, ընկերներ, ճշմարիտ ես ասում եմ, լավ հրաժարվես կաս թե միտեղ գնաս առանց Աստծո, որովհետև չկա տենց իմաստուն, որ քեզ կարա առաջնորդի, կարա քեզ խորհուրդներ կա, եթե ոչ միայն Աստված, չկա տենց մեկը, որ քեզ կարա ասի ինքը շեղվել ես, հետարի, մանավանդ այդ պաշտոնը պատկերացնես, Աստված կարա ասի, դրա համար ընկերներ, որոշել եմ իրականում, եթե ստացվի, եթե Աստծո կամքը լինի, գալ այդ մասնակցել ընտրություններին, չեմ ասում ես մոտակա թեկուս հետագա ընտրություններին, իրականում շատ հետաքրքիր նախագծեր ունեմ, օրենսդրական փոփոխություններ ունեմ իօփ ժողովրդին, ոչ թե մեծահարուստներին, այլ ժողովրդին, որովհետև Աստվածաշունչը բազմաթիվ անգամներ խոսում է հոգս ու հոգատարություն արեք, աղքատի ողբի վայրի մասին։ Հարուստները ապահովված են, հարուստների մասին պետք է չի մտածել, հարուստները իրականում ոչ մի բանի կարիք չունեն։ Աստված ավետարաններն են եկավ աղքատներին քարոզել, առողջներին չէ։ Հետ էր ընկերներ, սրանով է ուզում կիսվել եսա, իրականում իմ կյանքը ինձ թվում ոչ մի բան բաց չեմ թողել։ Շատ չար բաներ արել եմ անցյալում, որի համար ապաշխարել եմ, ապաշխարել ոչ թե միայն խոսքով, դենց ասել եմ, ախ, սխալ եմ գործեկաներս, այլ բացարձակ փորձել եմ փոխվեմ, ուղղվեմ, իրականում էլ չանեմ դրանք, սենց չոտքի հետ տարբերակով, որովհետև ես հաշվետու եմ Աստծուն, ընկերներ, մարդուն չէ, Աստծուն եմ հաշվետու, որովհետև հավատացած եմ, որ գալու են օրը, որ կանգնելու ենք բոլորս Աստծո առաջ մեր գործերով արդարանալու ենք ու դատապարտվելու ենք։ Աստծուն հավատացող այնտեղ գրած է, որ չի դատապարտվելու, բայց Աստծուն հավատացողներ բարձ կա ունենալու շատ ու քիչ ամոթանք ա ուտելու շատ ժամանակ Աստծուն այնտեղ միտեղ էլ գրած ասում են ծառան, որ չիմանալով է սխալ բան արել, քիչ ծեծ կուտի են ծառան, որ իմանալով շատ ծեծ կուտի, իրականում գրած է։ Շատ քրիստոնյաների հետ բացարձակ համամիջ եմ, շատ քրիստոնյաներ իրականում քրիստոնյա չեն, ուղիղ դες ասում եմ ընկերներ, որ թափտակ իրականում կտեսնեք ինչքան չար բան կա դրանց մեջ։ Կեղծավորությունից բռնցած միջև սուտ, միջև բան, շատակերություն, միջև արծաթասիրություն։ Բայց ես ինչ չեմ սրբացնում, ընկերներ, նորից եմ դες ասում։ Ես չար մարդ եմ, շատ մեղավոր եմ, իրականում։ Ես Աստծո առաջ ամեն օր իմ աղոթքն ու աղաչանքը բարձրացնում եմ, ներում եմ խնդրում Աստծո ողորմությունն ու առաջնորդությունը, որն էլ օգնում է, որ միշտ մնաս այդ ուղու վրա, որովհետև ընում է, որ չարանում ես, ընում է սիրտդ լցվում է չարությունը, բայց շատ կարևոր է թույլ տաս այն մարդուն չաստուն, որ կարում է մաքրի իրականում, սիրտդ մաքրի։ Սրանով եմ ուզում այսօր խոսալ, ուզում եմ ներկայացնել, որ դուք էլ իմանաք ես ով եմ, ինչ եմ արել, ինչեր եմ արել, խեմ արել, սենց էլի ցանկալի է, որովհետև ճանաչելիությունը մարդուն բացում է նրա հետ ընկերության, չգիտեմ, շփվելու, խոսալու եւ այլն։ Ամեն դեպքում ընկերներ, ես կարգախոսն ունեմ։ Ես իրականում Վազգեն Մարգարյանն եմ, բարեկամ եմ Աստծուն ու հային։ Աստծուն, որովհետև Աստվածաշնչի մեջ է գրած, հային էլ, որովհետև ես հայ եմ, Աստված ինձ տեղ է դրել։ Այս երկրի մեջ դրել է։ Ու ճշմարիտ հիմա էլ ասում եմ, որ հետո վայ ինձ, եթե մեկ օր իրականում լինեմ ինչ-որ իշխանության տարբեր լեվելներին առանց Աստծո, վայ իրականում ինձ, եթե ուրանամ իմ աստվածապաշտությունը ու ունգնեմ այդ փոխասիրության հետևից, վայ ինձ։ Իրականում ես ուզում եմ բարեկամ լինեմ հային։ Շատ չար հայեր կանար այդ գյադեքը մանավանդ այդ որ սուտ լավ տղերք են բան։ Այ, բայց իրանց էլ է պետք սիրել։ Իրանց էլ է պետք սիրել ընկերներ։ Մթագնած աղեղները, բառացի բռնվածա վախի պատճառով, այդ լավ տղության շողքի տակ գալիս է իրականում վախը, որ շատ մեծ վախեր ունեն, դրա համար մտնում են այդ լավ տղության բանի աբլոշկի մեջ, որ իրանց պաշտպանեն, բայց պաշտպանող կա ուժը Աստված պաշտպանում է։ Լավ տղա չի կարող լինի, որ պաշտպանի, եթե չար բանը վնասը վրա է գալիս, ոչ մի լավ տղա չի կարող դրան դեմ։ Հետո լավ տղա էլ չկա կոպիտ ասած։ Մի լավ տղա կա անունը Քրիստոս Հիսուս էր, այն էլ խոնար համեստ հեզ, տենց է գրած է։ Այդ մի լավ տղան էր, ես ուրիշ լավ տղա չեմ ճանաչում։ Դա տղեր կան։ Մի քիչ ճիշտ, մի քիչ սխալ, բայց լավ տղա միակ Քրիստոս Հիսուսն է։ Դու խիմիկվանից ասում եմ, դե ոնց ուզում եք ընդունեք։ Մի հատ ասում եմ, մեկն է։ Ու всё, էլ չել ելնելու ես աշխարհում, չել կարա ծամբի։ Այդքան բան։ Սրանով եմ կիսվել ընկերներ։ Իսօր դեմոր ճիշտ հասկացեք, իմ հիմքը Աստվածաշունչն է ընկերներ։ Եթե ես դատ ու դատաստան եմ անում, Աստվածաշնչով եմ անում։ Ճիշտ ու սխալ եթե անում եմ, Աստվածաշնչով եմ անում, որովհետև Աստվածաշունչը թույլ է տալի, որ դու դաժե քեզ սխալ հանես։ Իրականում ոչ թե ես ճիշտ եմ, ես սենց, չէ, սխալ ես ընկեր, ճիշտ է այն մարդը։ Գնա մտածը կներես, մի քիչ էլ քեզ իջացրա։ Շատ բարի Աստվածաշունչ ընկերներ, Աստվածաշունչի գիտությունը իրականում կարելի է կիրառել ցանկացած ոլորտներում, ցանկացած մասնագիտության մեջ։ Դրա համար հուսացած եմ, որ իրականում եթե ստացվի է, գալու եմ Աստծով։ Ու այն մարդը, որ գալիս Աստծով, այդ երկրի համար ծաղկուն կա լինելու, դա ուղիղ դες ասում եմ։ Ես այդ միշտ ուզեցել եմ, որ կարդում էի Սողոմոնի ժամանակով, ասում եմ ոսկին այնքան շատեր ասում արժե զրկվել էր, սենց էլ որ աղքատ մարդեր չկար, ուզում եմ իմ երկիրը տենց լինի։ Որովհետև ես հայ եմ ու իմ օնքեր լավն են, չար են, բարի են, չգիտեմ, ինչ են, էդ են, իմն են։ Всё։ Զուտ սրանով եմ ուզում կիսվել ընկերներ, շատ ուրախ եմ։ Չեմ ճանաչում իրական դες, բայց հուսով եմ նոր գզրուցենք, անստենք, սուրճ խմենք, ընկերություն կանենք։ Չգիտեմ, ընկերներ, զոտ շատ
Շատ դրանով է ուզում այսօր կիսվեի ընկերներ։ Թող Աստված ձեզ շատ օրհնի։ Դա իմացեք, որ ուր էլ որ լինեմ, ինչ էլ որ լինեմ, իմ Աստծով եմ ու իմ Աստծո հետ առանց իրա չեմ էլ կարա լինեմ։ Ձեզ էլ լավ օր ընկերներ, թող Աստված ձեզ շատ օրհնի։ Ձեր տունը, ձեր տեղը, ձեր ընտանիքը թող որ պաշտպանված ու օրհնված լինի ամեն դեպքում։ Ապաշխարելը բարի ընկերներ։ Ճշմարիտ ապաշխարությունը փրկություն է։ Թե կյանքի, թե մարմնի, թե առողջության, թե ամեն ինչի համար։ Ձեզ լավ օր, օրհնում եմ ձեզ անուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։